Այս պահին ինչ տվյալներ ունեք ներսում Առավոտյան ժամը 7-ից սկսած հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, նաև ազգային անվտանգության ծառայության, եթե չեմ սխալվում, Ալֆա ջոկատը, իդեպ մարդիկ, որոնց ֆունկցիան ամենևին այն գործողությունները չի, որոնք հիմա իրականացվում են Ռոբերտ Քոչարյանի բնակարանում, Լևոն Քոչարյանի բնակարանում, այն բոլոր հիմնարկներում, որոնցում մասնաբաժին ունեն Քոչարյանի ընտանիքի անդամները, դրանց այդ հիմնարկների տնօրենների նաև բնակարաններում առավոտվանից գործողություններ են իրականացվում, այս պայդրությամբ էլ դեռևս ԱԱԾ-ի ծառայողները եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները գտնվում են նախագահի առանձնատանը, նաև Լևոն Քոչարյանի առանձնատանը, այսինքն գործողությունները շարունակվում են, թե ինչ գործի շրջանակներում չգիտեմ, ինչպես ստալինյան բռնաճնշումների ժամանակ հայտնի խոսք կար, ասում են, եթե մարդը լինի, հոդվածը կգտնվի, այսինքն երբ որ քաղաքական որոշումը կա, քաղաքական հետապնդում իրականացնելու որոշումը կա, հոդվածը միանշանակ կգտնվի, անակնկալ չի, սպասելի էր երեկվա հարցուպատասխանից հետո Լևոն Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի անմիջապես արձանագրում են կարել, որ իրականացվելու են գործողություններ, որևէ նորություն այստեղ չկա եւ ձեր աչքի առաջ հանրության առջեւ Իլուր Աշխարհի Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցումներ էր տալիս ուժային եւ իրավապահ կառույցներին։ Այս պայդրությամբ կարող եմ այդքան ասել։ Տիկին Խամոյան քննչական հակակոռուպցիոն կոմիտեն է հայտարարություն տարածել, նշելով, որ երկրորդ նախագահը իր դիրքը չարաշահելով մեջբերեմ տարբեր շինծ ու հիմունքներով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Ես ինչպես հասկացա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շատ էր այսպես ծանր տարել քննչական կոմիտեի նախագահի փառքը եւ հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել այդ արձանագրումը իմ համար ակնհայտ է ինչպես արդեն ասացի եթե մարդը կա հոդվածը կգտնվի եւ այս ընթացքում այս տարիների ընթացքում այս 8 տարվա ընթացքում մենք բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, թե ինչպիսի հետապնդումներ են իրականացվել նախագահ Քոչարյանի նկատմամբ, բայց ես մեր հայրենակիցներին ուզում եմ հիշեցնել, նաև նախընտրական շրջանում ասված իր խոսքերը, որ որևէ բան իրեն չի կարող վախեցնել, ինքը ետ չի կանգնելու եւ շարունակելու է այն պայքարը, որը որ սկսել է 2018 թվականից, այն օրվանից, երբ որ իրեն շատ ուղիղ տեքստով ակնարկել են, ասել են որ կարող է չգալ եւ այս ամենը չլինել, չի լինի, բայց եկել է պայքարել է եւ վստահաբար շարունակելու է պայքարել։ Մի քանի ամիս առաջ էլի ինչ որ հաղորդագրություն տարածեցին, որը փորձեցին post factum հիմք դարձնել նրա, թե ինչու նախագահ Քոչարյանին չէին թողել օդանավականից մի քանի օրով երկրից ելքանել եւ վերադառնալ, հետո իհարկե չնայած նրան, որ անձեռնմխելիություն ուներ որպես падգամավորի տեխնացու, դուք հիշում եք այդ բոլոր գործընթացները, հետո էլի ինչ որ գործընթաց գտան, որը հետո կապված էր իր նախագահության շրջանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, այնպես որ այս ամեն ինչը լուրջ չի, ես կարծում եմ եւ բացարձակապես ցանկություն չունեմ խորանալու հակակոռուպցիոն կոմիտեի, ոչ էլ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունների մեջ շատ պարզ տեքստով երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ուղիղ տեքստով հրահանգել է ուժային կառույցներին, իրավապահ կառույցներին գործողություններ իրականացնել Քոչարյան ընտանիքի նկատմամբ ուղիղ տեքստով, այսինքն այստեղ որևէ այլ մեկնաբանություն, որևէ բացահայտում, որևէ վերլուծության անհրաժեշտություն ես չեմ տեսնում եւ մեր հասարակությունն էլ չի տեսնում, բայց ես կարծում եմ, որ գիտեք, երեք նաեւ դա էի մտածում ազգային ժողովում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բոլորին բանտարկել, կարող է բոլորի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնել, բայց դրանից իրավիճակի գնահատականը չի փոխվելու։ Այն ինչ մարդիկ բազմաթիվ մայրեր մտածում են իր մասին, դրանից չի փոխվելու։ Մարդը չի կարող ամբողջ ուժային
իր կառույցներով, իրավապահ կառույցներով չի կարող խուզարկություններ իրականացնել այստեղ ու այստեղ։ Տիկին Խամոյան, այս ամեն ինչի կասեցումը դուք ինչպես եք պատկերացնում, որովհետև դուք էլ նշեցիք, որ երեք Նիկոլ Փաշինյանը հստակ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ բոլորն էլ նստելու են, նաև նա դատական համակարգին էր մեղադրում, որ բարեկամական ինչ-որ մաֆիոզ կապերով դատավորներ են մնում դեռ իրենց աթոռներին։ Կասեցումը ինչպես պետք է լինի այս դատական համակարգին չէր մեղադրում, դատական համակարգին ուղիղ ցուցումներ էր տալիս։ Դատական համակարգին ցուցումներ էր տալիս, որ երբ ձեզ մոտ բերում են կալանքի գործեր, միջնորդություններ, դուք պարտավոր եք տալ այդ միջնորդություն, բավարարել այդ միջնորդությունները։ Ոչ թե դիտողություններ էր անում, խորհուրդներ էր տալիս, չգիտեմ, հորդորներ էր հնչեցնում, ուղիղ տեքստով հրահանգներ ա տվել Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից։ Ժողովրդավարության բաստիոնում ինչպես իրենք են հռչակել։ Սրանից Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար վստահաբար չի դառնալու եւ բոլոր նաեւ միջազգային կառույցները պետք է հետեւություններ անեն։ Ի վերջո քաղաքական բռնաճնշումը ինչի մասին է, կան հստակ պարզ բանաձևեր եւ ձևակերպումներ։ Եթե կա ընտրովի մոտեցում, եւ կա կոնկրետ քաղաքական ցուցում, դա արդեն քաղաքական բռնաճնշում է եւ ես կարծում եմ, որ նաեւ մեր հասարակությունը սրանից պետք է հետեւություններ անի, բայց միայն Քոչարյան ընտանիքը չի այս տարիների ընթացքում բռնաճնշումների ենթարկվում։ Ընդամենը 1 ամիս առաջ դուք հիշում եք, թե Գայք Ծառուկյանի նկատմամբ ինչպիսի գործողություններ իրականացվեցին։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում նախագահից սկսած մինչև ձմերուկ վաճառող ենթարկվում է քաղաքական հետապնդման միայն նրա համար, որ իր անհամաձայնությունն է հայտնում այն գործողությունների նկատմամբ, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի ուղիղ ցուցումներով, սահմանադրություն փոխելով, եկեղեցու դեմ արշավ իրականացնելով, դա էլ հավանաբար Ալիևին տրված բոնուսն է, որ հիմա փորձում է կյանքի կոչել նաև կառավարության ծրագրում էլ 3 ներկայացրեց։ Այս բոլոր գործողություններով փորձում է հաճոյանալ Իլհամ Ալիևին եւ այն հակաժողովրդական, հակապետական քաղաքականությունը, այն գիծը, որ ինքը բռնել է, փորձում է կյանքի կոչել, բայց ես չեմ կարծում, որ մարսելու է։